Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 2-ն է 2026 թվական։ Եթե ընտրությունների հետ կապված ժամանակ մնա ավելի ուշ կխոսեմ, այսօր թիվ 1 իրադարձությունը Իրանի հետ կապված զարգացումներն են, ու եթե ժամանակ մնա Ուկրաինայի զարգացումներից էլ կխոսեմ, որտեղ դա էլ է ուղղակիորեն առնչվում, նաև տեսնենք Իրանի հետ կապվածի առիթով ինչ տեղի կունենա։ Հիմա արագ նայենք, նյութը շատ կա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունները կարող են շարունակվել մինչև 4 շաբաթ, գործողությունն ընթանում է ըստ պլանի։ Այդ ըստ պլանի արտահայտությունը մենք իհարկե հիշում ենք Վլադիմիր Վլադիմիրիչի հայտարարությունից, որ այս 4 տարի ըստ պլանի գնում է։ Ինչու է խոսքը գնում նրա մասին, որ 4 շաբաթ, որովհետև դա կարող է խնդիր առաջացնել եւ ինքը դուրս գա իր լիազորություններից, հատուկ ռազմական գործողություններ եւ ստիպված էլի կոնգրեսի առաջ բացատրություններ տա, թե ինչու այդպես եղավ, այդքան շատ մանրակրկիտ, որ հաշվարկել էիք ու բավական լուրջ հարվածներ հասցրեցիք, ոնց որ այն նպատակը, որ ի սկզբանե դրել էիք, տապալել իշխանությունը, ոնց որ թե ձեզ չհաջողվեց նույնիսկ առաջի դեմքին վերացնելու պարագայում։ Այսինքն ժողովուրդը փողոց չլցվեց, ժողովուրդը իշխանափոխություն չպահանջեց, իշխանությունը չպարալիզվեց։ Այսինքն սա հարց է, որի պատասխանը դեռ պետք է Դոնալդ Թրամփը տա։ Բնական բան է, որ իրանք հույս ունեին, որ շատ արագ իշխանությունը կտապալվի։ Իհարկե մեկ անգամ եւս ասեմ, որ Իրանը մեր հարևանն է, անկախ մեր համակրանքներից ու հակակրանքներից, պետք է մեր գնահատականները լինեն զուսպ, նույնիսկ եթե մենք իշխանություն չենք, դա որևէ կապ չունի, իրանք հանրային տարածքը ուշադրությամբ հետևում են, թե մենք ինչպես ենք արտահայտվում։ Առավել ևս, երբ որ մենք ենք պատերազմ ունեցել, մենք ուշադիր հետևել ենք, ով ոնց է խոսել, որքանով է անտարբեր եղել մեր ցավ ու դարդին եւ այլ եւ այլ։ Շատ զգայուն է այդ ժամանակ։ Դրա համար պետք է մենք էլ լինենք բավական զուսպ, փորձենք վերլուծենք, հասկանանք ամեն մեկը ձեր մեջ եզրակացրեք, թե ինչ ի վերջո հասկացաք, կամ եթե չէ դուք ում նկատմամբ համակրանք ունեք։ Դա ձեր խնդիրն է, ձեր իրավունքն է։ Հրապարակային դաշտում մաքսիմալ զուսպ լինենք։ Թրամփը նաև նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ գործողությունը գրաֆիկից առաջ է։ Ոչ ոք չի կարող հավատալ այն հաջողությանը, որը մենք ունեցել ենք։ 48 առաջնորդ մեկ հարվածով ոչնչացվել են, եւ դա տեղի է ունենում շատ արագ։ Ես ոչինչի համար չեմ անհանգստանում, ես պարզապես անում եմ այն, ինչ ճիշտ է։ Վերջի վերջով դա աշխատում է, ասել է նախագահը։ Իհարկե մեկ է, Դոնալդ Թրամփի խոսակցականը, դա խոսույթը չի փոխվի, այդ մարդը չի փոխվելու, սենց էլ մնալու է։ Ինչ հաջողությունների մասին ես խոսում, ինչի մասին ես խոսում։ Լավ ռազմական գործողություն ես արել, ինչ որ արդյունքներ ունես գրանցած, կարող ես այս մտահոգ ձևով ներկայացնել, որ այո, մենք պարտադրված էինք էս անել, այն անել, այն անել։ Նենց ոգևորված մարդ սպանելու մասին, նենց ոգևորված այս տնաշենը խոսում է, չես կարող հասկանալ։ Լավ, դու երկրի ղեկավար ես։ Ռազմական գործողություն ես արել, որի անհրաժեշտությունն ես ուզում հասարակությանը ցույց տաս։ Այս ոգևորությունդ ինչի՞ց է գալի, որ տես ինչ լավ արեցի։ Մարդիկ հասկանում են, եթե առաջ օրը չես տապալե, արդեն դու քո գրաֆիկի մեջ չես տեղավորվում։ Դա նշանակում է խնդիրներ, դա նշանակում է խնդիր տարածաշրջանի համար, աշխարհի համար, ամեն մեկը հիմա դրանից իր եզրակացությունն է անում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը ենթադրաբար 2 անգամ փորձել է կազմակերպել իր սպանությունը, սակայն նրա խոսքով ինքը վերացրել է երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամեյնիի ավելի շուտ, քան դա տեղի կունենար։ Ես վերացրի նրան, նախքան նա կվերացներ ինձ, ասել է Թրամփը։ Դժվար է ասել, որ կոնկրետ ինքը հավաստի տեղեկություն ունի, որ եղել է, որտեղ ինքը տենց էմոցիոնալ բաներ պարբերաբար ասում է, որ արդարացնի այս գործողությունը, կամ ասենք եթե դա հոգևոր առաջնորդին վերացնելուց հետո իշխանությունը միևնույն է չի վերացել եւ նրանք շարունակում են իրենց աշխատանքը, այս պարագայում սա նաեւ են արդարացումն է, որ վաղը եթե իրան կանգնացնեն կոնգրեսի առաջ ու ասեն մի հատ բացատրի ինչու դա արեցիր հիմա, եթե լավ հաշվարկացեր հասկացանք։ Եթե ուրեմն դու պետք է արագ արդյունք ունենայիր, չպետք է ներքաշվեիր process-ների մեջ։ Եթե Բենյամին Նեթանյահուն քեզ պարտադրում է տնից ու դրսից
որպեսի դու դա անես, դու պետք է հաշվի առնես առաջին հերթին Ամերիկայի շահերը, էլի պաշտպանենք Իսրայելի շահերը, բայց չդառնանք Նեթանյահուի գերին։ Իրան կարող է այդ հարցերը ուղղակի տան։ Հիմա ուզում ասի, բա ինձ ուզում էին վերացնեին, բայց իրանք չվերացնեի, թե ուզում էին վերացնեին, թե չէ, դա դժվար է ասել, բայց վերացնելու հետ կապված էլ խնդիրը չլուծվեց։ Իսկ դա մեզ համար էլ է խնդիր, մեր հարևան պետությունն է։ Զարգացում մանավանդ, որ եթե չենք մոռացել, Հայաստանի իշխանությունները դեռ ընդամենը մի քանի օր առաջ, երբ որ այնտեղ մարդ էին սպանում, մարդիկ էին կալանավորում, մարդկանց էին մահապատժի ենթարկում, այդ ընթացքում պաշտոնական այցով պաշտպանության նախարար էր ուղարկում, այն է պաշտոնական այցով, որ այնտեղ իրենց պայմանավորվածությունները քննարկեն։ Եվ մանավանդ այդ ընթացքում նաև ասում էր, որ մեզ 99 տարվա անվտանգության երաշխիքի հարցը լուծեցինք Ամերիկայի շնորհիվ։ Դե այս պարագայում դե պատկերացրեք, թե ինչքան է մեզ համար կարևոր այս ձգձգվող հակամարտությունը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցություններ վարել եւ ինքը համաձայնել է դա անել։ Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով Թրամփը կապ է հաստատել Իրանի հետ Իտալիայի միջոցով եւ առաջարկել հրադադար։ Այսինքն Թրամփն է առաջարկել հրադադար, բայց ասում է իրանք են ինձ դիմել։ Իսկ դրան անմիջապես արձագանքել են Իրանից։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է. մենք ԱՄՆ-ի հետ ոչ մի բանակցություն չենք վարի։ Այս էլ Իրանի արձագանքը, որը դժվարացնում է խնդիրները։ Իհարկե հազիվ թե գտնվի որևէ մեկը, որ մտածի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի քաշային կատեգորիաները նույնն են, բարձր հասկանում են Ամերիկայի հնարավորությունները Իրանի հետ կապված, բայց մենք հիմա այս իրանց ուժը չենք քննարկում։ Այս բախման արդյունքում ցկցկվողը ինչ հետևանքներ կունենա տարածաշրջանի համար, մեր երկրի համար, աշխարհի համար, նոր աշխարհակարգի համար, բայց դրանք այդ ամեն ինչը նշանակություն ունեն։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունների հնարավորության հարցին պետք է պատասխանի Վաշինգտոնը, որը սկսեց գործողությունը։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև համաձայնության հասնելը շատ մոտ էր, երբ Վաշինգտոնը որոշեց սկսել ռազմական գործողությունը։ ԱՄՆ ռազմական գործողությունը Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև խաղաղության բանակցությունները խափանելու նպատակային արշավի արդյունք էր։ Այսինքն որոշակի հարցեր, երբ որ արտահոստ նաև գնաց վերջի բանակցություններից, հարցը նա էր, որ գործնականում Իրանը համաձայնվել էր գրեթե Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր առաջարկներին, պայմանավորվել էին հաջորդ անգամ էլ հանդիպեն։ Այսինքն այնպես էր, որ Ամերիկային ձեռք չէր տալի, որ Իրանը համաձայնվեր, որովհետև իրանք արդեն որոշել էին, որ պետք է խփեն։ Նույնիսկ եթե Իրանը 100% ամեն ինչին համաձայնվեր, ոչ թե ասեր ես մնացածն էլ բանակցությունները դրական են անցնում, մյուսն է քննարկենք հետո, մանավանդ միջնորդը Օմանից հայտարարեցին, որ իրանք էլ բարձր գնահատեցին բանակցության ընթացքը, այսինքն բանակցության ընթացքը Դոնալդ Թրամփին պետք չէր։ Սա էլ երկրորդ անգամը, որ բանակցությունը պետք էր զգոնությունը թուլացնելու, բայց զգոնությունը բթացնելու պարագայում անգամ այս արդյունքը պետք է չլիներ, եթե ինքը արդյունք էր պլանավորել սենց հետևողականորեն, պետք է ուրեմն իրանք ուղղակի չեն տիրապետում, թե ինչ է նշանակում երկրի ներսում, որ նույնիսկ բազմաշերտ երկիր է Իրանը։ Խնդիր չկա, շատ-շատերը կողմնակից են շահի կառավարումը վերականգնելու, մի մասը լրիվ ուրիշ կարծիք ունի, մի մասը կարծում է, որ այս կրոնապետությունը պետք է մնա, բացի այդ էլ տարբեր ազգեր, ազգություններ միատարր հաստատ չի Իրանը, բայց երբ որ դրսից տենց խփում ես երջանկացած է գլուխդ գովալով, անկախ ամեն ինչից այդ մարդիկ միավորվում են, որովհետև իրենց պետությանն ես խփում արդեն։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բավարարել է Վաշինգտոնի խնդրանքը թույլ տալ ամերիկյան զինվորականներին օգտագործել Միացյալ Թագավորության մերձավոր արևելքում գտնվող ռազմաբազաները Իրանի հրթիռային պահեստների եւ արձակման կայանքներին հարվածներ հասցնելու համար։ Մենք չենք միանում այդ հարվածներին, բայց կշարունակենք մեր գործողությունները ուղղված տարածաշրջանի պաշտպանությանը, ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Իդեպ շատ զուսպ է այդ հարցում նաև Ֆրանսիան, շատ զուսպ է նաև Գերմանիան, որովհետև իրանք ասում են, այո, տարածաշրջանի երկրների, որոնց հետ նաև գործընկերներ ենք, մենք նրանց կպաշտպանենք, բայց մենք չենք ներքաշվի այս խնդրի մեջ։ Ու նաև ցույց են տալիս, որ իրանք նաև դժգոհ են, որ Միացյալ Նահանգները այդ հատուկ ռազմական գործողությունը անելու հետ կապված
եվրոպական իր բարեկամ դաշնակից երկրների հետ չի քննարկել այդ հարցը։ Այսինքն ոնց որ ասեն, դե ոնց մտել ես դրա տակ, նենց էլ դու շարունակի։ Կարող ենք քեզ օգնենք, եթե խնդրում ես օգնենք, բայց ոչ ավելին։ Մենք process-ի մեջ չենք ներքաշվելու, որովհետև դա դու ես դա սկսել առանց մեր հետ որևէ ձևով քննարկելու ու համաձայնացնելու։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է. «Մեր ուժերը այժմ աճող ինտենսիվությամբ հարվածներ են հասցնում Թեհրանի սրտին եւ առաջիկա օրերին այդ գործողությունները միայն ավելի կուժեղանա։ Մենք մասնակցում ենք մի արշավի, որի ընթացքում ամբողջ ուժով կիրառում ենք Իսրայելի պաշտպանության բանակի կարողությունները, ինչպես երբևէ նախկինում, որպեսզի ապահովենք մեր գոյությունն ու մեր ապագան։ Միացյալ Նահանգների հետ համատեղ ջանքերը մեզ հնարավորություն են տալիս իրականացնել այն, ինչին ես ձգտել եմ 40 տարի՝ վճռական հարված հասցնել ահաբեկչական ռեժիմ։ Այսինքն Իսրայելը չի էլ թաքցնում, որ դա նոր չի պլանավորված, այդ ցանկությունը նոր չի, ինչի շտապում, որ հասցնի Թրամփի վարչակազմի օրոք այդ հարցը լուծի, շատ են խոսել այդ մասին, որ Նեթանյահուն մտածում է, որ ժամանակը ի վնաս Իսրայելի է աշխատում, եթե բանակցություն վարես, շատ ենք նաև մենք էլ ասել, որ բանակցություն վարես հարցը չի լուծվելու, այդ բանակցությունով խնդիրը չի լուծվելու, որովհետև Իրանը գաղտնի ձևով նորից բալեստիկ հրթիռներ արտադրելու ու չգիտես ուրանի հարստացման հետ կապված ինչ լաբորատորիաներ կօգտագործի, որոնք մագատեի վերահսկողությունից դուրս կլինեն, իսկ դրանից անհանգիստ է Իսրայելը։ Եվ այդ պարագայում մտածում է, որ վաղը մյուս օր այլևս կործանարարված կարող է Իրանը հասցնի։ Շուտ հիմա կոտրենք, հետո ուշ կլինի։ Էնպես չի, որ իր քայլը 100%-ով հաշվարկած է։ Շատերը մտածում են, դե որ Իսրայելն ու Ամերիկան խփել են, ուրեմն ամեն ինչ վերջնական հաշվարկած էր։ Ոչ, ամեն ինչ վերջնական հաշվարկած չէր։ Եթե դուք պարզապես մտածում եք, ով ինչ անում է ճիշտ է անում, որովհետև ինքը ուժեղ է, դա այդպես չի։ Հաշվարկածը սա չէ, Ժողովուրդ ջան, որովհետև դուք պետք է հաշվի առնեք, որ Իրանից դուք պետք է նաև պատրաստ լինեիք, որ խփելուց հետո իշխանությունը չէր տապալվելու։ Հերիքա դրսից ցույց տակ, որ հեսա մեր մարդուն կբերենք կնստացնենք աթոռին։ Դա հակառակ ազդեցություն է ունենում։ Այնքան ենք դրա մասին խոսել, արդեն չես պատկերացնում ոնց կարելի է ասենք սենց բանի առաջ կանգնացնել։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին։ Իդեպ Իսրայելից չեն հաստատել, որ իսկապես գրասենյակին հարված հասցվել են, իսկ մենք անկախ տեղեկատվական հնարավորություն չունենք, որ իմանանք հիմա երկուսից ով է սխալ ասում։ Բայց դե ընթացքում կերևա, թե դաոնց բան չի, որ թաքուն մնա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ունի հսկայական քանակությամբ զինամթերք, որը կարող է անհրաժեշտ լինել Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար։ Մեզ մոտ զինամթերքի ահռելի պաշարներ կան։ Գիտեք, մեր զինամթերքը պահվում է ամբողջ աշխարհում տարբեր երկրներում, ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը անտեսել է Պենտագոնի մտահոգությունները այն մասին, թե Իրանի հետ հակամարտությունը կարող է սպառել ԱՄՆ զինամթերքի պաշարները, որոնք անհրաժեշտ են այլ ուղղություններով սպառնալիքները զսպելու համար։ Այո, այլ ուղղություններով հատկապես ամենակարևոր սպառնալիքը զսպելը դա Ռուսաստանն է։ Հիմա այս պատերազմը Ռուսաստանի համար երկու խնդիր առաջացրեց։ Մեկը ինքը պետքա մոռանա, որ Իրանից որևէ աջակցություն կստանա, մանավանդ որ Իրանն էլ հասկացա, որ Ռուսաստանը իրան օգնողը չի։ Բնական է ինքն էլ այսօր պատերազմի մեջ ներքաշված Ռուսաստանին զենք չի տալու, այստեղ այս հարցում Ռուսաստանը տուժում է, բայց եւ երկրորդ, Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե մի քիչ ձգձգվող պատերազմի մեջ ներքաշվի, ինքը կարող է նաեւ մտածի, որ իր տեխնիկան Իրանն էլ է պետք։ Մանավանդ դա այն տեխնիկան է, որը այս կարգի մարտերում օգտագործում են։ Դա այն տեխնիկան է, որը պետք է Ուկրաինային։ Այսինքն այնպես չլինի, որ ինքը ստիպված է Ուկրաինային մերժել, նույնիսկ եվրոպական երկրները, որոնք պատրաստ են վճարել այդ զենքի համար, ինքը ուղղակի ասի, թե ես չունեմ, որտեղից տամ, ես ինքս կռվի մեջ եմ, մանավանդ որ փորձի Պուտինի ժեստանի առիթը օգտագործի։ Այս խնդիրը իսկապես կարող է լինի։ Իսկ եթե ինքը իսկապես խնդիրներ ունի Իրանին հետ լուրջ հարցեր քննարկելու համար, ված չի լինի, որ ինքը զանգի Ուկրաինայից խնդրի, որ մարդ ուղարկեն եւ իրանց խորհուրդ տան, թե այս կարգի մարտերում ինչ պետք է անել, այդ տեխնիկան ոնց օգտագործել, ինչ արդյունավետ հարվածներ հասցնել։ Ու պետք չի գլուխները գովան, որտեղ դա թող մի հատ նայեն վերջի անգամ իրանք քանի տարի առաջ են կռվել եւ այդ քանի տարի առաջ կռվելուց հետո ինչպիսի հաջողություններ են արձանագրել։ Եթե վերջինը հասկանանք, թե ինչպես Աֆղանստանից
դուրս եկան տեխնիկան թողելով խուճապահար, հաստատ ավելի լավ կլի ուկրաինացիներին հարցնեն, ասեն կարակ ասեք հիմա մենք արդյունավետ ինչ անենք, մանավանդ գիտեք Ուկրաինայի վերաբերմունքը, նրանք հստակ ասել են, որ կողմ են, որ տապալվի իշխանությունը Իրանի, դրան չես էլ մեղադրի, նա ասում է դու իմ տունեկացի զինում ես, բայց ինչ պետք է ուզենամ, պետք է ուզենամ քո տունը գրավեն, ինչի մասին է խոսքը, կարող է Ուկրաինայից որևէ մեկը նեղանա, Իրանը կոնկրետ նպատակային մահաբեր զենք է տալի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ, բնական բան է, որ Ուկրաինան էլ շատ հաճույքով կօգնի Ամերիկային, որպեսզի արդյունավետ պատերազմ մղեն, այնպես որ ուշացնում է Դոնալդ Տրամպը Զանգի եւ Զելենսկուց օգնություն խնդրի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ հարձակումների հնարավոր հետևանքներից մեկը Իրանի ղեկավարության գլխատումն է, նախ գլխատել նրանց, ազատվել մարդասպանների ու ավազակների մի ամբողջ խմբից, եւ կան շատ լավ արդյունքներ, մենք կարող էինք անել կարճ տարբերակը կամ ավելի երկար տարբերակը, ավելի երկար տարբերակը հետ ձեր շահերից չի բխում, առավելես մեր շահերից չի բխում, Ամերիկան ոնց էլ էս պատերազմից դուրս գա, Ամերիկան չի վերանալու, Ամերիկան մնալու է Ամերիկա, այդ մեզ համար է խնդիր, որ Հայաստանը ստիպված չլի մեջից կիսվի, որ ասի գիտես ինչ Իրան, ես պետք է թրիփ անցնի, որովհետև ես տնտեսական ծրագրով հույս ունեմ, որ անվտանգային հարց լուծեմ, թեպետ Ամերիկան մեզ դա չի երաշխավորել, պարբերաբար այդ մասին խոսել ենք, բայց գոնե ենթադրենք, ենթագիտակցորեն մտածում ենք, որ այդ ճանապարհը այնուամենայնիվ շատերին ձեռնտու կլինի եւ դրա անվտանգությունը կուզենան ապահովեն, դրանով իսկ Հայաստանի, այսօր Իրանը կարող է ասենք ասի, ես ինչ բերեցի իմ գլուխը, ընդհանրապես ամերիկացիները պետք է դեր կողմերը չերևան, այսօր մեզ համար խնդիր է։ Այսինքն այնպես չի, որ մենք չենք հասկանում, որ եթե Ամերիկան կիսատ հետ քաշվեց, մենք խնդիր չենք ունենալու, բայց ամեն ինչը Ամերիկայի հետ է կապած։ Մանավանդ մերոնց դիվանագիտության մակարդակը գիտենք, էլի, քծվեն նրա ոտերը, քծվեն նրա, բոլորին հասեն ու հետո արդյունքում այս խնդիրն այդ երկուսը իրար հետ կռվեն։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Արևմտյան Ասիայում ամերիկյան 27 ռազմաբազաների վրա հարձակումների նոր ալիքի մասին։ Իրանը հարվածել է նաև Թուրքիայում գտնվող Ինջիրլիկ ավիաբազային, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Իդեպ այն արաբական երկրներին հարվածելը, շատերը կարծում էին, որ կարող է Իրանը նույնիսկ չհասցնի հարված Թուրքիայի տարածքում, բայց հաշվի առնելով, որ չի ուզենա Թուրքիային ներքաշի այս խնդիրների մեջ, այնուամենայնիվ նաև ասում են, որ հարվածել է Ինջիրլիկ ավիաբազային, էդ էլ ասեմ, որ նենց հավաստի ինֆորմացիա, զուտ ինֆորմացիա տարածվել է, բայց հստակ, որ խփել են եւ հետո արձագանքը Թուրքիայից, որտեղ արաբական երկրներն ասում են, դե որ դու մեզ խփես, մենք կհամարենք, որ մենք քեզ պատասխան պետք է տանք, իսկ Թուրքիան արաբական երկրների կշռի չի, էլի ավելի հզոր է, բայց այնուամենայնիվ պետք է ինքը մտածի, իսկ Իրան ձեռնտու է, որ Ամերիկայի բազան հարված ստանա, թե ինքը Ամերիկայի կողմից է, թե ինքը կուզենա, որ Ամերիկան ներքաշվի եւ իր կարիքը ունենա։ Այսինքն սա էլ մեզ համար խնդիր է, որ դրան էլ պետք է մենք հետևենք, որովհետեւ դա էլ Թուրքիայի դերակատարությունը մեծանալը հաստատ մեր պետության շահերից չի բխում։ Կարող է մեր իշխանությունների շահերից է բխում, գիտենք իրանց վերաբերմունքը Էրդողանի նկատմամբ, բայց հաստատ ոչ մեր պետության, ոչ մեր ազգի շահերից։ Հեզբոլլահը հայտարարել է, որ հարձակում է գործել իսրայելական բանակի բազայի վրա, վրեժ տուտելով Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության համար։ Ավելի քան 15 ամիս Հեզբոլլահը փաստացի պահպանում էր միակողմանի հրադադար, գրեթե ամենօրյա իսրայելական հարվածներին պատասխան չտալով։ Սակայն հիմա Իսրայելի դեմ պայքարին միացել է նաև Հեզբոլլահը։ Այնպես որ մենք գիտենք, որ այս կարգի հարցերում ասենք մենք գիտենք ում էր ֆինանսավորում Իրանը, հաստատ գիտենք, որ այդ ֆինանսավորումը այդ պետություններին ձեռնտու չէր, այդ մասին պարբերաբար խոսել են, որ ամեն ինչ այլ է, որ այդ զինված խմբավորումները դառնան պետություն պետության ներսում, որի պարագայում ուղղակի պետությունը որպես այդպեսին գոյություն չի ունեցել, որովհետև դե ոնց պետք է պահես այդ պետությունը։ Դա եղել է եւ Համասի պարագայում Պաղեստինի հետ կապված, հենց հատկապես սեկտոր Գազան, դա եղել է Հեզբոլլահ Լիբանան, դա եղել է հութիները Եմեն, դա եղել է
Սիրիայում մենք տեսել ենք ինչա կա, այսինքն համենայն դեպս Իրանին դեռ այս կարգի աջակցություն, բայց Իրանը վերջի շրջանում չէր կարող նրանց աջակցել, բայց հիմա քանի որ Թրամփը ցանկանում է Գազայի հատվածում իր խաղի կանոններով խաղաղություն հաստատի, բայց նպատակը դատարկելն է, որը չի ստացվում, հիմա նաև կարող է Համասն էլ գլուխ բարձրացնի, այն ինչ որ տակը մնացել է, որ նրանք չնայած որ հիմա Իսրայելն էլ պատասխան հարվածներ հասցնում է նաև Լիբանանին, որպեսզի Հեզբոլայի դեմը առնի։ Այսինքն հիմա տեսնում եք, որ աշխարհագրությունը այս ուղղությամբ մեծանում է։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով կարող եմ ասել, որ մենք մշտական կապի մեջ ենք Իրանի ղեկավարության հետ եւ քննարկում ենք այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է հավատարիմ մնալ քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը։ Իհարկե այս հայտարարությունը իրենց առանձնապես բան չի ներկայացնում, բայց Ռուսաստանը ցույց է տալիս, որ ինքը շարունակում է մնալ Իրանի դաշնակիցը։ Ռուսաստանի պարագայում դա հասկանալի է, նա արևմուտքի հետ է պատերազմում եւ հույս ունի Իրանի հետ գոնե հարաբերությունը պահպանի, Իրանի հետ ինքը հարևանը Կասպից ծովը հազիվ երկարատև բանակցություններից հետո 5 պետության մեջ գոնե բաժանեցին համաձայնության եկան, այսինքն ինքը շատ լուրջ երկիր է Ռուսաստանի համար, առավել եւս հերթով Ռուսաստանը խայտառակալում կորցնում է իր դաշնակիցներին։ Ռուսաստանի պարագայում սա հասկանալի է։ Իհարկե Հայաստանի կառավարությունից էլ արդեն հայտարարեցին մերոնք 2 օր հետո արդեն շոկից դուրս եկան եւ արդեն սկսեցին իրանց վերաբերմունքն արտահայտել այս ամեն ինչին։ Հայաստանի կառավարությունից հայտնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին Իրանի ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Ձերդ գերազանցություն, մենք անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Եկեք շարունակենք այս բառը, որ գրում է անհանգստությամբ ենք հետևում։ Մենք էլ էինք շատ անհանգստությամբ հետևում, թե ինչպես էիք խեղդում Պերաշկին, հաջորդ օրն էլ ինչպես էիք խեղդում եգիպտացորենը։ Այդ ժամանակ էիք անհանգստանում։ Այդ է ձեր անհանգստությունը։ Բա ուր էիք։ Հիմա ես որ գրում եք, հասկացանք, առաջ օրը Թրամփը չտապալեց, հասկացաք, որ չէ, ոնց որ թե Իրանը կարող է չտապալվի, արդեն սսկված վիճակից դուրս եկաք։ Հիմա ասենք վերաբերմունք եք արտահայտում Իրանի հետ կապված։ Սենց թե նենց իրանց պետք է մի ձևով ցավակցեիք, մի բան անեիք, որովհետև անենց եք դուք հարաբերությունները ռազմավարական դարձրել Իրանի հետ, որ խայտառակություններ, որ գոնե մի ձեն չհանեիք, անգամ երեք տարօրինակ էր։ Ալիևն էլ արդեն ցավակցեց եւ այլ, Հայաստանի ձեն չկար, դե միջև Ալիևը չցավակցեր, հոտ Փաշինյանը չէր կարա մի բան աներ։ Բայց հարցը դա չի, հիմա էլ ասենք էլի մյուս ծայրահեղության մեջ են գնում։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ, մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտապույտ հաստատման համար։ Օգտվելով առիթից մաղթում ենք ձեզ համբերություն, իսկ բարեկամ եւ հարևան Իրանի ժողովրդին խաղաղություն եւ տոկունություն։ Հարցը նա է, որ մենք ամեն գնով պետք է ամեն ինչ անեինք, որ Իրան Միացյալ Նահանգների կոնֆլիկտի մեջ մենք կոնֆլիկտի կողմ չդառնայինք, որտեղ անհնարին է պատկերացնել, որ հնարավոր է Սյունիքում անհամատեղելին համատեղել։ Ամերիկայի շահերն ու Իրանի շահերը Սյունիքում համատեղել չեմ կարող պատկերացնել, ամեն անգամ խոսում էինք, մեկ էլ ինչ-որ մարդիկ գտնվում, ասում են, դե լավ էլի կլինի մի բան ձեր սրտով, իմ սրտով է, լավ, ձեր սրտով է, ժողովուրդ ջան։ Հիմա դուք տիրապետում եք, ինչպես ենք Ամերիկայի եւ Իրանի շահերը մեկտեղելու Սյունիքում։ Լավ եք պատկերացնում, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր Ամերիկայի հետ այդ ծրագիրը օրենք հաստատ դա բխելու է Իրանի շահերից, Ռուսաստանի շահերից, այնպես որ որևէ խնդիր չկա, պայմանավորված է։ Դուք իսկապես պատկերացնում եք ինչա կատարվելու, որ հասկանում եք, որ դա բխելու է մեր շահերից կամ իրանց շահերից։
Հայաստանում Իրանի դեսպանության հաղորդագրության մեջ ասված է. այսօր մարտի 2-ին տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբբաս Արաղչիի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը։ Զրույցի ընթացքում Արաղչին անդրադառնալով ԱՄՆ եւ սիոնիստական ռեժիմի կողմից բանակցությունների ընթացքում Իրանի դեմ իրականացված անօրինական եւ արդարացում չունեցող ագրեսիայի ընդգծեց, որ Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ։ Իրանի Իսլամական Հանրապետությունն ի պատասխան այս անհանդուրժելի ագրեսիայի թիրախավորել է օկուպացված տարածքներն ու տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները։ Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունն այնքան, որքան անհրաժեշտ կլինի, ինչպես նաև վրեժ լուծել իր նահատակ առաջնորդի արյան համար։ Միրզոյանն այս զրույցի ընթացքում իր ցավակցությունը հայտնեց գերագույն առաջնորդի, ինչպես նաև իրանցի մի շարք քաղաքացիների կանանց եւ երեխաների նահատակության կապակցությամբ։ Միրզոյանը հայտարարեց Հայաստանի պատրաստակամության մասին այս պայմաններում անհրաժեշտ ցանկացած մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը դիվանագիտական հանգուցալուծում կստանա, ասված է հաղորդագրության մեջ։ Եվ հասկանում եք, որ ամսի 28-ից է այս ամեն ինչը սկսվել, մերոնք ամսի 2-ին են արձագանքում, այդ ուղղակի չէին հասկանում, թե ինչա կատարում, ինչ է արձագանքին։ Բայց հիմա այնպես էլ չէ, որ այս արձագանքը մեզ շատ օգտակար արձագանք է։ Սա այն պահն է, որ այլևս չէիր կարող չարձագանքել, խայտառակություն էր։ Բայց արձագանքելուց հետո էլ հաստատ մեզ շահերից չի բխում։ Շախմատի լեզվով ասած, այն ցուկ ցվանգն է, էլի, որ ինչ ուղղությամբ քայլանես, ի վնաս քեզ է դառնում, որտեղ մինչև էդ ես արդեն սխալ քայլերն արել։ Իսկ եթե քայլեր չանես, ժամանակը ի վնաս քեզ է։ Ամսի 28-ից ոնց որ ժամանակը ի վնաս մեզ էր, որովհետև պրոցեսը սկսել է իրար խփում են, մերոնցից ձեն չկա։ Իսկ այսօր նաև մամուլի ասուլիս, այսօր մարտի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիդ Շիր Ղոլամին հայտարարեց։ Իհարկե հարցը որն էր, մինչև այդ ասուլիսը ինքը դեսպանը դրեց հայտարարություն կարդաց, մեղադրելով Ամերիկային, Իսրայել, դե բնական բան է, ինքը պետք է մեղադրեր։ Բայց դա կատարվում է մեր տարածքում եւ մեր տարածքում գնահատականներ է տրվում Միացյալ Նահանգներին, իսկ այն Միացյալ Նահանգներին ոնց որ թե իր հետ մենք մեծ հույսեր ենք կապել, չէ՞։ Բայց դա հնչում է Հայաստանի տարածքից, որ էս է իր գնահատականը, սա է Իսրայելի, Իրանի վերաբերմունքը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հասցեին։ Իրանի դեմ հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ պաշտոնական Թեհրանն առավելագույն կամք էր դրսևորում բանակցությունները մարտունքի հասնելու համար։ ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իրանը ներկայացել էր իր օպերատիվ ճշգրիտ եւ իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկներն ԱՄՆ-ին։ Եվ դա իրականացավ մի պայմաններում, երբ Իրանը դրսևորում էր առավելագույն բարեկամք այս բանակցությունների արդյունքում հաջողություն ունենալու համար։ Մեզ համար շատ զարմանալի է, թե այդ համակարգը ռեժիմը, որը չի կարող հավատարիմ մնալ բանակցությունների սկզբունքներին, ինչպես է առհասարակ որոշել մտնել բանակցությունների փուլ, քանի դեռ կշարունակվի այս ագրեսիան, մենք կշարունակենք ինքնապաշտպանությունը, ասաց դեսպանը, բայց սրանով չավարտվեց։ Թրամփի խորհրդականները նրանց զգուշացրել են, որ սա հեշտ ու ոչ ծախսատար պատերազմ չի լինելու։ Նրա կարծիքով հիմա արդեն Թրամփն էլ է այդ հարցում համոզվել։ Այսինքն Իրանն էլ է գնահատում, որ առաջի հարվածը շատ արագ արդյունքի հասնելը այնուամենայնիվ Ամերիկայի մոտ չստացվեց։ Իսկ դա ամենաշատ, ասում եմ, մեզ համար է վտանգ առաջացնում, բացի դրանից վտանգ է առաջացնում, որ շատ ծախսատար պատերազմի պարագայում Ուկրաինայի նկատմամբ աջակցությունը փոքրանա, որը նոր աշխարհակարգի հետ կապված ամենակարևոր հարցն է։ Այսինքն դա էլ չի կարող մեզ չանհանգստացնել։ Խալիդ Շիր Ղոլամին ինչ ասել նաև. Իմ կարծիքով այս ագրեսիան ու գործողությունները անմիջականորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը։ Գործողությունների շարունակությունը տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվի ոչ բարենպաստ պայմաններ, կստեղծվի մեր բարեկամ եւ հարևան Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մեր համար չափազանց կարևոր է։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է, նշել է դեսպանը։ Այդ որ պարբերաբար ասել է Իրանը, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, այդ լսել ենք, բայց հիմա այսօր հաստատ իրանք այն վիճակում չեն, որ մեզ տարածքային ամբողջականություն երաշխավորեն, ավելի լավ է իրանք այս պահին դրա մասին չխոսան, անիմաստ տեղը մեզ հարվածի տակ չդնեն։ Կարող եք ձեր հարցերը լուծեք, մենք էլ կողքից կհետևենք, ամեն մեկս մեր կարծիքին կմնանք։
Խալի Շիրղոլամին շեշտել է իրենց ցանկությունն է, որ Հայաստանը երբեք վնաս չկրի միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով։ Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին։ Հայաստանը կարող է չարձագանքի, որ դա այդպես է թե չէ, բայց այնպես էլ չի, որ մենք հիմա Իրանի հաղթանակով մեր դիրքերը ամրապնդվելու է։ Վաղը մյուս օր Իրանը կարող է զորք մտցնի Հայաստան, ասի ոնց որ տենում եմ, ձեր խաղեր է գնում, որպեսզի Ամերիկան չմտնի, այնա ես մտնում եմ։ Ոնց ենք Իրանին ստեղից հանելու։ Այնպես որ դա այդպես չի, որ մենք հիացած ենք, որ եթե Իրանը կարողանա այս ամեն ինչի դուրս գա այնպես, որ ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգներին ասի տեսար քեզ չհաջողվեց եւ պայմաններ թելադրի։ Հաստատ դա մեր շահերից չի բխում։ Իսկ հիմա նայենք ուկրաինական հարցի հետ կապված, որտեղ դա շատ ավելի սրվում է, ես դե ասեցի, որ երկու խնդիր է առաջանալու։ Ռուսաստանը Իրանի օգնությունը չի ստանալու, Ուկրաինան էլ Ամերիկայի օգնությունը կարող է չստանա, չեմ ասում չի ստանա, բայց կարող է չստանա, բայց Թրամփը որ հասկանա այսօր Ուկրաինայի հաղթանակը նաև Իրան օգնելու է նաև Ռուսաստանի դաշնակից Իրանի հարցում, կարող է ամեն դեպքում հարցը լուծելու մասին մտածի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է. Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել մարտի 5-ից 8-ը, առայժմ հանդիպումը ոչ ոք չի չեղարկել։ Հանդիպումը ծրագրված էր Աբու Դաբիում, առայժմ այսօրվա ռազմական գործողությունների պատճառով մենք չենք կարող հաստատել, որ հանդիպումը կլինի հենց Աբու Դաբիում։ Բացի այդ, Դուբայից հանդիպման հնարավոր հարթակ կարող են դառնալ Թուրքիան կամ Շվեյցարիան։ Իհարկե, էլ դրան էլ կհետևենք, թե ինչ է կատարում, որովհետև հռետորաբանություն կարող է փոխվել, նրբերանգներ կարող է լինեն, որ մենք էլ դրան ուշադրություն դարձնենք, թե արդյունքում ինչ կարող է տեղի ունենալ։ Իդեպ Ուկրաինայի հետ կապված, երբ որ ասում է իրանք մարտական գործողությունները մեծ փորձառություն ունեն բայց այնպես չի, որ նաև իրանց երկրի զարգացման հարցերում իրանք փորձառու մարդկանց օգնությանը չեն դիմում եւ շատ հետաքրքիր մի հատ հարցի մասին խոսք գնաց, ուղղակի ես լարված իրավիճակում ոնց որ ուշադրությունից դուրս մնաց, բայց դա ուշադրության արժանի հարց է։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ռիշի Սունակը կդառնա Վոլոդիմիր Զելենսկու տնտեսական հարցերով խորհրդականը։ Սունակը միացել է նախագահի տնտեսական վերակառուցման հարցերով խորհրդատվական խմբին եւ կօգնի Ուկրաինային վերականգնել տնտեսությունը, ներգրավել պաշտպանական ներդրումներ եւ ամրապնդել էներգետիկ դիմադրողականությունը հաջորդ ձմեռվանից առաջ։ Ինչու է սա շատ կարևոր, որովհետեւ Ռիշի Սունակը նախկին վարչապետ, կարելի ասել երևի մատների վրա հաշվելու տաղանդավոր թոփ մենեջեր էր էլի ինքը։ Եվ ինքը իսկապես շատ լուրջ անելիքներ ուներ Մեծ Բրիտանիայում, ցավոք այնպես ստացվեց, որ ինքը վերջի փուլում էր պահպանողական կուսակցության կառավարման շրջանում եւ չստացվեց, որ ինքը ամբողջությամբ կարողանա այդ խնդիրները լուծի, ընտրություններում պարտվեցին, բայց դրանից իր տաղանդը չպակասեց, դրանից իր կազմակերպական որակները չպակասեցին եւ այս կարգի մարդուն ներգրավել Ուկրաինայի խնդիրներին շատ լուրջ պետք է պատկերացում նաև ունենաս, թե ինչա կատարվում աշխարհում, որ նախ դու առաջարկես, հետո ինքը համաձայնվի։ Ինչու եմ ասում, որ ինքը տաղանդավոր լինելով ընտրությանը պարտվեցին, որովհետև 2010 թվականից պահպանողականներն արդեն Գորդոն Բրաունից հետո, այսինքն լեյբորիստներից հետո 2010 թվականից մինչև 2024 թվականը 14 տարի պահպանողականներն էին իշխանության։ Այսինքն այնպես ստացվեց, որ այդ ընթացքում բոլորի կուտակածը եկավ վերջում Սունակի ժամանակ ջարդվեց, էլի, իր մեղքը այդտեղ պարզապես չկար, որովհետև 2010 թվականից արդեն Դեյվիդ Քեմերոններ, իդեպ ես շատ դրական եմ միշտ արտահայտվում նրա հետ կապված, դա այն վարչապետներ, որ երբ որ Brexit-ը եղավ, ինքը դեմ էր, որ Եվրամիությունից դուրս գան, բայց երբ որ քվեարկեցին ու ինքը տեսավ, որ ժողովուրդը այդպես որոշեց, ասեց ես չեմ մնա վարչապետ, եթե ժողովուրդը իմ կարծիքը չի հարգում, ես չեմ կարող աշխատել։ Իհարկե մեզ համար դա տարօրինակ է, մեր մոտ ոնց թե վարչապետը հասկանա, որ ժողովուրդը իր կարծիքը չի հարգում ու ինքը շարունակի մնալ, դե հասկանալի է, Հայաստանի պարագայում դա ֆանտաստիկայի ժանրից է, բայց Դեյվիդ Քեմերոնը
բացի հրաժարական տալը, նաև հետագայում Ռիշի Սունակը, որ վարչապետ էր, հաշվի առնելով նրա փորձը, նրա կազմակերպական որակները, Քեմերոնին բերեց արգործ նախարար, եւ նաև քանի որ Մեծ Բրիտանիան շատ մեծ աջակցություն էր ցուցաբերում Եվրամիությանը, մանավանդ որ Եվրամիությունում շատերը դեմ էին գնում քաղաքականությանը, Քեմերոնի դերակատարությունը շատ կարևոր էր։ Քեմերոնից հետո 5 վարչապետ է փոխվել էլի այդ 14 տարվա մեջ, որ Սունակին չմեղադրենք էլի։ Թերեզա Մեյը եկավ, ոչինչ, ասենք բան, հետո եկավ Բորիս Ջոնսոնը շատերին հայտնի է նրանով, որ ինքը համառորեն կանգնեց, նաև Պուտինի սպառնալիքի վրով թռնելով, կանգնեց եւ Ուկրաինային ասեց հանկարծ չզիջես Ստամբուլում, դու պետք է այդ պատերազմ զիջելու չգնաս։ Էդ էլ այդ Բորիս Ջոնսոնն էր երրորդը։ Լիզ Տրասը, որը 50 օր ընդամենը պաշտոնավարեց, բայց 50 օրը այնքան վնաս տվեց Բրիտանիային, որ շատ վարչապետեր կերազեին, որ 50 տարում այդքան վնաս տային, էլ համենայն դեպս ինքը շատ կարող ուժեր, որտեղ այդքան հեշտ չէր 50 օրում այդքան վնաս տալ։ Եվ նոր Իրանից հետո եկավ Ռիշի Սունակը, երբ որ որոշ ընտրություններում զգացին, որ իրանք իրենց դիրքերը կորցնում են, արդեն գնացին ընտրությունների, այդ ժամանակ արդեն Սունակը բերեց շատ լավ տնտեսական ծրագիր, հարկեր պակասացնել է, բայց արդեն ուշ էր, արդեն դուրս մնաց։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ այս պարագայում, այս կարգի, այս տրամաչափի մարդու աջակցությունը Հայաստանում, երբ որ կադրերը չեն գնահատվում են պարզ պատճառով, որ ասում են դե կամ պետք է հետներս քայլած լինի, կամ էլ թե չէ պետք է մեր ասածը ընդունի, իրանք չեն կարող մտածեն, թե ով է, ասենք, հնդկական ծագում ունեցող Փենջաբից Ռիշի Սունակը, որ այդպիսի որակներով կարող է Ուկրաինային օգնի։ Հա, մի հատ էլ ուղղակի էլի տենց հարց կար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հնարավոր է մեզ Կուբայի խաղաղ գրավում է սպասվում, նրանք փող չունեն, նրանք նավթ չունեն, նրանք սնունդ չունեն, նրանք մեր օգնության կարիքն ունեն։ Թրամփը կարծում է, որ պետքարտուղար Ռուբիոն բանակցություններ է վարում շատ բարձր մակարդակով։ Կարծում եմ, որ այս մի երկու օր ավելի լավ է իրանք սուս մնան, դեռ Կուբայի մասին չխոսեն, այս հերթական ողջևորությունն է, Վենեսուելան արագ ստացվեց, մի հատ Մարսեք Իրանը, մի հատ էլ Մարսեք Ուկրաինան, նոր մտածեք Կուբայի մասին, չնայած Կուբայի տակաբան չի մնացել այդ բլոկադայից հետո, բայց այդ չի, որ ասենք խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի հավակնող մարդը հիմա այսօրվա դրությամբ հիմա ասի, էս էլ վերցնենք, էս էլ, էլի, մի հատ մեկը վերցրեք Մարսեք։ Իսկ այս ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական իր հայտարարությունների խոստումների պարագայում նշել է Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր տարի գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կընդունի, ես որոշում եմ կայացրել 2027 կամ 28 թվականից դա կորոշենք, քանի որ մենք եկել թոշակների առումով հասել ենք սպառողական զամբյուղին, հիմա որպեսի հետ չգնանք, մենք ամեն տարի առնվազն գնաճի չափով կավելացնենք թոշակը։ Իհարկե հարց է ծագում, այդ գնաճի չափով որ պետք է ինդեքսավորվեր այդ նորություն չի, այդ բոլորն էլ այդ մասին մասնագետները միշտ էլ բացատրել են, թե այս ինչ է ստանում, տարին տարի վրա մարդու կենսամակարդակը իջնում է, որովհետև տարին տարի վրա թոշակ չես բարձրացնում, բայց գնաճի պարագայում այդ մարդը դե իհարկե հասկացաք, որ հիմա թոշակը 10,000 դրամ ավելացնելը տեսավ, որ ոնց որ թե այդքան շեշտակի արդյունք չտվեց, հիմա ասում ամեն տարի մենք ինդեքսավորելու ենք, այդ չափով տալու ենք։ Եվ դա իհարկե նախընտրական խոստում է, որովհետև խոստում տվողը է շուտ տայիր, ոչ թե հիմա ասի, մանավանդ որ հիմա գնում ես ընտրության ու չգիտես 27-28 թվականներին դու կլնես, թե չէ։ Սա պարզ ընտրակաշարք է։ Այնպես որ հասկանում եք, որ այս մարդկանց ուշնումիտքը եթե սա է, հաստատ իրանք չեն մտածի տարածաշրջանը ինչա կատարում։ Կարծ մի երկու բան էլ ասեմ ընտրությունների հետ կապված, դուք տեսնում եք, որ շատերը տարբեր խմբերի բաժանված ինչի մասին են խոսում, չէ։ Մի մասը ասենք ասма դե ընտրություններով բան չի փոխվի, այդ դեպքում ինչ իմաստ ունի մասնակցել լեգիտիմացնում եք, բայց խնդիրը մեկն է։ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահում է, Նիկոլ Փաշինյանը ամեն գնով ուզում է պահի։ Միջոցներ առաջ կանգ չառնելով, այսինքն խնդիրը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է այդ աթոռից։ Նշանակում է, եթե դու ասում ես, որ իմաստ չունի ընտրությանը մասնակցել, բա դու այլ տարբերակին չես մտածում հեռացնելու։ Այսինքն այդ կարգի բաները ասողները, որ ընտրությանը մասնակցել է լեգիտիմացնում է, զուտ մի նպատակ ունի՝ քողարկված ձևով պաշտպանել, որ Նիկոլ Փաշինյանը աթոռին մնա, որտեղ եթե դու դա ասում ես, բայց ուրիշ տարբերակ չես առաջարկում, այսինքն թողեք մնա Փաշինյանը ինքը իր գործերն անի։ Մի մասը, որը որ ասում է, որ գիտեք ինչ, բոլոր ընդդիմադիրները պետք է համախմբվեն
որովհետև եթե չհամախմբվեն, նշանակում է Փաշինյանին չեն կարող տուն ուղարկել, իսկ եթե չհամախմբվեն, նշանակում է առանձին մասնակցելով Փաշինյանի շահերն են սպասարկում։ Իրականում հենց նման հայտարարությունն անողն է Փաշինյանի շահերը սպասարկում, դրա համար ուզում եմ այդ պարզաբանումներով կողմնորոշվեք, որովհետև ինքը հրաշալի գիտեն, որ բոլորը չեն համախմբվի։ Այսպես վերցնենք, խոշոր բլոկներով ցանկանում են Հայաստանն ավելի սերտացնեն հարաբերությունը Ռուսաստանի հետ։ Նրանք ծրագիր են ներկայացնելու, հնգամյա ծրագիրը գրած չի այնտեղ մերժել Նիկոլ Փաշինյանին։ Նախընտրական ծրագրի մեջ պետք է լինի որն է քո արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Առավել եւս 26 թվականի ընտրության վրա չի կարող արտաքին կոմպոնենտը ազդեցություն չունենա ուկրաինական պատերազմից հետո բոլոր ընտրությունները աշխարհի, ասում են կոնկրետ ում կողմից ես։ Հիմա այդ պարագայում ոնց եք պատկերացնում։ Ասենք մենք ընտրություններին մասնակցում ենք, պետք է գնանք ռուսամետներին միանանք, որ Նիկոլ Փաշինյանին տապալենք, էլի փորձենք Նիկոլ Փաշինյանին տապալենք, բայց գնանք ընտրության մեր ուժերով փորձենք դա անենք, ոչ թե ռուսամետներին միանանք։ Ու քանի որ գիտեն, որ դա անհնարին է, որ մենք ռուսամետներին չենք միանալու, ուրեմն դրանով իշխանության պատվերն է կատարում, ոչ հենց դուք եք իշխանության պատվերը կատարում։ Մեկ ուրիշը, երբ որ շատերը կան տարբեր հրապարակային գործիչներ, լինեն Հայաստանում թե Հայաստանից դուրս, ասենք քննարկում են Հայաստանում ինչ է կատարվում ու գործնականում նրանք մտածում են, եթե ոչ մի արժանի մարդ չտեսնենք, արդյունքում ստացվում է, որ արժանին Նիկոլ Փաշինյանն է։ Եթե դու որևէ այլ ընտրանք չես տեսնում, քո վերլուծություններում չես տեսնում, ուրեմն դու քողարկված ձևով կամ անթակույց ձևով ասում ես, Ժորժ ջան, թողեք Փաշինյանը մնա։ Այլապես պարզ հարց է առաջանալու։ Քո ուզածը բա ինչ է, ինչ ես այդքան խոսում։ Այդքան խոսում եք Հայաստանի մասին վերլուծություններ եք անում, եք անում, մարդիկ ձեզ լսում են, որ հասկանան։ Ի վերջո սպասում են ձեզանից մի հատ կարծիք։ Եթե վաղը պարզվեց, որ դուք ոչ մի արժանի մարդ Հայաստանում չեք տեսնելու։ Ու ասեն, մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, որ իրանք մեզ պաշտպանեն։ Ով ասել, որ կարող է դա մեզ օգուտ լինի։ Ես առհասարակ եմ ասում, թող ուրիշին պաշտպանեն որևէ արժանիին, որովհետև եթե որևէ արժանի մարդ չեն տեսնում, նշանակում է իրանք այդ արժանին տեսնում են Նիկոլ Փաշինյանին, ու պետք չէ ասել, թե ուրիշներն են Նիկոլ Փաշինյանին սատարում։ Դուք Նիկոլ Փաշինյանին եք սատարում, բայց վախենալով, որ կարող է ձեր վրա, այսպես ասած, լաքը հանգնի, որ ասեն ոնց Փաշինյանին եք պաշտպան, բա չէ, բա իրանք Փաշինյանին պաշտպանող են, ուղղակի Հայաստանը արժանի մարդ չեն տեսնում։ Հա Ժողովուրդ ջան, այդ մի քանի արժանիներ, որոնք դա կանգնած Հայաստանի մասին խոսում են, դեռ Հայաստանը արժանի մարդ, դե որտեղից կլինի։ Դե արժանին մենակ դուք եք, Ժողովուրդ ջան, ինչի մասին է խոսքը։ Այդ ամեն ինչի այդ պրոբլեմները սա պարզ է, Ժողովուրդ ջան։ Դրա համար մենք հետևողական քայլերով պետք է գնանք ընտրության ու չենք էլ միանալու ոչ իշխանությանը, ոչ էլ ռուսամետ իշխանությանը։ Ու դրա համար շատերը դա ծանր են տանում ոնց թե, բայց ոնց կլինի տենց, որտեղ ամեն մեկը իր մտածում է, որ կարող է ինչ որ ձայներ կարողանան առնել։ Իսկ եթե այդպես է, փորձեն մարդկանց վարկաբեկել, որ հանկարծ այդ մարդիկ այդ ձայները չստանան, որտեղ այդ ձայները իրանց չեն ծառայելու։ Այդ դրա համար ես ուզում եմ, որ դուք ձեր զգոնությունը լավ տեղին պահպանեք եւ նաեւ ուշադրությամբ նայեք, թե ամեն մեկի վերլուծությունն ու ամեն մեկի կարծիքը ի վերջո արդյունքում ուրա տանում։ Դրանց նպատակը ուղղակի կամ քողարկված, ինչ նպատակը հետապնդում, ում շահերն է սպասարկում։ Առաջերտին Նիկոլ Փաշինյանն է։ Շատ ուշադիր կհետևեք եւ կհամոզվեք։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։